Գործարար Սամվել Կարապետյանի խոսքերը վերլուծելու ու նեղ մասնագիտական կարծիք հայտնելու համար քննիչները բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Նարինե Դիլբարյանին 3 ժամից ավել պահել են քննչականում։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանն է ամիսներ առաջ դիմել գրականագետներին ու լեզվաբանին, որ մասնագիտական կարծիք հայտնեն, արդյոք Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ խոսքերում կոչ կա։ Քննչական կոմիտեն եկեղեցու պաշտպանության մասին այս մեկնաբանությունը ներկայացնում է իշխանությունը զավթելու կոչ ու բանտարկել է գործարարին։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց Նարինե Դիլբարյանի հետ, ով նշեց, որ զարմանալի է այս ամենը, բայց ավել բան ասել չի կարող, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում։ Նախաքննությունը ավարտված չի։ Դա համարվում է նախաքննական գաղտնիք։ Ինչ են խոսել, պարզապես իրոք զարմանալի էր, որ մի կարծիք տվողների խմբին այդպես բոլորին հարցաքննել են։ Իրավապաշտպան Գոհար Մելոյանն էլ նշեց, որ պարտադիր չէ փորձագետ լինել օբյեկտիվ լինելու համար։ Առավել ևս փորձագետին հարցաքննության կանչելը մասնագիտական կարծիքի համար, մեղմ ասած, մտահոգիչ է։ Փորձագետ լինելու անհրաժեշտությունը չկա, որպեսզի օբյեկտիվ գնահատական մարդ կարողանա տալ կամ կոնկրետ իր անձնական գնահատականը տալ Սամվել Կարապետյանի խոսքերին ու ակնհայտ է, որ այդտեղ որևէ կոչ չէր կարող լինել ու ենթադրաբար ցանկացած մարդու անաչառ, որ նախադասությունը ուղղակի առանց հեղինակին ասելու ասենք, բոլորը կպնդեն, որ որևէ կոչ էնել քրեական որակում ենթադրող, որպես քրեական օրենսգրքում նախատեսված հանցագործություն ենթադրող չի կարող արկա լինել, բայց եթե փորձագետին զուտ իր մասնագիտական գործունեությունը կատարելու հետքերով իրավապահ մարմինները կանչել են հարցաքննության, բնականաբար սա մեղմ ասած բավականին մտահոգիչ է եւ կարող է որակվել որպես կրկին քաղաքական նպատակներով, հրահանգավորումներով միջամտություն մարդու մասնագիտական գործունեության իրականացման պայմանավորված։ Նշենք նաև, որ հարցաքննվել է նաև Վանո Եղիազարյանը, նրան ոչ միայն հարցաքննել են, այլ նաև խուզարկել ու առգրավել համակարգիչն ու հեռախոսը։ Այս մասին Facebook-յան գրառում է արել հենց ինքը Եղիազարյանը, նշելով. «Խուզարկված փորձագետը ես էի, նող կանգ զգացի այդ ամենից»։ Միաժամանակ ծիծաղելի էր քննչականի այդ արարքը։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։